Ոչ Տրամպը, ոչ իրանական կողմը պատերազմ չեն ցանկանում, որովհետև երկու կողմերն էլ հասկանում են այդ պատերազմի կործանարար հետևանքները։ Այդ որ հիմա ասում են անընդհատ պատերազմ ալնելու այս կողմ Իրանները իրանցի կողմերը չեն ցանկանում այդ պատերազմին, բայց այնտեղ կա շահառու։ Նեթանյահուի վարչախումբը, որը անընդհատ, ինչպես ասում են, արդի խոսակցական աշխարհաբարով բզբզում է Միացյալ Նահանգներում, որպեսզի գործընթացներ լինեն, բայց այսօր Նեթանյահուն թույլ տվեց եւ այսօր չէ, Տրամպի հետ Օվալաձև կաբինետում հանդիպմանը առաջին անգամ այդ միտքը կարծեք թե բարձրացնեց, այսօր էլ կրկնեց սխալը, ասաց Միացյալ Նահանգները Իրանի հետ բանակցությունների ընթացքում կարծում են, որ ճիշտ կլինի, որ հասնի Լիբիայի հետ համաձայնությանը 2003 թվականին, եթե չեմ սխալվում, երբ Մուամմար Կադաֆին հրաժարվեց ընդհանրապես միջուկային ծրագրից, հանձնեց իր ունեցած միջուկային ամբողջ տեխնոլոգիաները, տեխնիկաները, հետո տեսանք ինչ եղավ Մուամմար Կադաֆիի հետ, չէ՞։ Հիմա Լիբիայի օրինակը շատ վատ անդրադարձավ իրանցի ժողովրդի տրամադրությունների վրա, որովհետև նրանք ասում են, փաստորեն մեզ սպառնում են մեր երկիրը մասնատելու սցենար եք առաջարկում։